Պակ գործակալ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը մականունակարո համատեղությամբ կտրիչ Ներսիսյանի եղբայր նախընտրական ակտիվ Եռուզեռի մեջ է։ Մոռանալով իր իրական կոչումը Եզրասն անցել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ բացահայտ գրոհի, կոչ է անում հունիսի 7-ին չընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այսպիսով անձնիքվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին կարծում եմ ակամա մեղք է գործում եւ իրեն դուրս դնում առաքելական մեր Սուրբ եկեղեցուց։ Եզրասը հիշեցնենք Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է։ Բանուգործը թողած Հայաստանի Հանրապետության վարչապետի դեմ ցույցեր է կազմակերպում Մոսկվայում։ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանի խոսքերով տեղի հոգևորականներին էլ է ստիպում մասնակցել այդ հավաքներին։ Եզրասի KGB գործակալ լինելու հանգամանքն ապացուցվեց դեռ նախորդ տարվա վերջին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Սիվիկին տրամադրած փաստաթղթից։ Վերջինս հավաքագրվել է 1986-ից 88 թվականներին։ ԱԱԾ-ում առկա տվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրապետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ շահերին։ Չնայած առկա փաստաթղթերին, վերջինս իր գործակալ լինելու հանգամանքը հերքում է, իսկ ահա քայլերը բոլորովին այլ բան են խոսում։ Եվ ահա այս մարդն այսօր բացահայտ դուրս է եկել իշխանությունների դեմ նախընտրական կոչեր ու քաղաքական հայտարարություններ է անում։ Եզրասը լուռ էր 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եթե մի պահ մտածենք, որ գումար չուներ, տոմսառներ կար Հայաստան, գոնե մեկ հայտարարություն կարող էր անել։ Կարող էր գոնե հանուն հայ զինվորի մեկ պատարակ անել, թե տերերը թույլ չէին տալիս։ Փոխարենը Եզրասն ասպարեզ է դուրս գալիս, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինից շքանշաններ է ստանում։ Վերջինը Ալեքսանդր Նևսկու անվան։ Կտրիչ Ներսիսյանի եղբորն այսօր դուր չի եկել քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը, որտեղ կա խոստում ազատվել Ուխտադրուժ կաթողիկոսից։ Եզրասը խառնվել է իրար, տեսաուղերձներ է հղում, աթոռն ընտանիքի տակից փախնում է։ Եզրասը 2001 թվականից Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է։ Կարող եք մեջբերել գետ մեկ դժգոհություն Հայաստանի Հանրապետության նախկին իշխանություններից, որոնք մարտի 1-ի զոհերի արյան գնով իշխանության եկան, խաղատներում դատարկեցին երկրի բյուջեն, կեղծեցին ընտրություններ ու չամրացրեցին բանակ։ Եզրասը մի անգամ դժգոհել է Ռուսաստանի, Հայաստանի հանդեպ տարվող քաղաքականությունից, Ադրբեջանին միլիարդավոր զենքերի վաճառքից։ Չեք լսել այդպիսի հայտարարություններ, որովհետև Եզրասին հարմար է խոսել այսօր, համալրել Մարգարիտա Սիմոնյանի, Զախարովայի, Սոլովյովի, Զատուլինի շարքերը ու հիբրիդային գրողներ իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ։ Եզրասենք ունեն իրենց նախընտրած թեկնածուն եւ այդ թեկնածուի մասնակցության համար Ռուսաստանի Դաշնությունում ամենաբարձր մակարդակով միջնորդել են ու մերժվել։ Եզրասն ու իր եղբայրն այսօր հիբրիդային գրոհի վերջին գործիքն են Հայաստանի դեմ։ Տեղի գործակալները վաղուց են խայտառակվել։ Ուղարկվածներն են միայն արհեստական բանականության, մոնտաժված տեսանյութերի միջոցով են կարողանում հաղորդակցվել հանրության հետ։ Ուշադրություն դարձրեք նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մյուս քաղաքագետ հոգևորականներին, որոնք այսօր ունեն հակաիշխանական կեցվածք, կոչ են անում չընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Մեկն օրինակ Արշակ Սրբազանն է, որը հրապարակված տեսանյութերի համաձայն ինտիմ կապի մեջ է եղել սեփական քեռակնոջ հետ։ Նրանք, ովքեր իրենց ձայնը կտան օրվա իշխանությանը, նրանք իրենց ուղիղ մասնակցությամբ մի նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին։ Իսկ ահա այս հայտարարության հեղինակն էլ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանն է, ով մոռանալով իր հոգևոր կոչման մասին նամակագրությամբ մի կնոջ գայթակղությանը չէր դիմացել։ Եզրասենց ընտանեկան կորպորացիան ամեն կերպ հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենք ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, իսկ այլ կերպ կարող ես բնութագրել մի հոգևորականի, ով որևէ դրական խոսք առ այսօր չի ասել հաստատված խաղաղության մասին եւ փոխարենը անթաքույց սատարում է այն ուժերին, որոնց իշխանության գալու պարագայում չեղարկվելու են խաղաղության վերաբերյալ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։